Mr. College, thank you for this opportunity. Պարոն Քլաչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ պատմեք հայաստանցի ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ինչ տպավորություն ունեք, ինչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։ Դե սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։ Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել եւ վերջերս որոշել ենք վերականգնել ԱՆԻ-ի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։ Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների եւ երկու ժողովուրդների համար։ Կարծում եմ, Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը առաջ տանելու համար։ Ինչ կարող եք ասել այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։ Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ, երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։ Եվ վերջին հարցը, այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել, ինչ նկատի ունեիք։ Դա կարևոր հարց է եւ ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք եւս ցանկանում են փոփոխություններ անել սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի ինստիտուտներն են որոշելու, ինչպես եւ երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։